Ողջունում ենք բոլորիդ, այսօրվա մեր այցի նպատակը 2026 թվականին Գեղովիտում ծրագիր իրականացնելն է։ Դրա համար մենք մեկ տարի շուտ հանրային քննարկում ենք իրականացնում, դրա արդյունքում հասկանում ենք Գեղովիտում առաջնային խնդիրը որն է ու փորձում ենք դա երկրորդ տարի կյանքի կոչել։ Հիմա մենք ուզում ենք քննարկման արդյունքում հասկանանք գլխավոր խնդիրը եւ դրանք նախապատրաստենք 2026 թվականին իրականացնենք։ Մինչև ձեզ հանդիպումը մենք Խաչատրյանի հետ եւ համայնքի ղեկավարի հետ քննարկվել ենք, որ Գեղովիտի թիվ 1 գլխավոր խնդիրը դա խմելու ջուրն է։ Այո։ Եվ ինչ ենք նախատեսում անել, մանրամասները փոխանցեմ պարոն Խաչատրյանը, թող ներկայացնի ու մնացածը Բերեք իրար լսենք, իրար չխանգարենք, եթե հարցեր կա սպասենք մեր միտքն ավարտենք, դուք ձեր հարցերը հնչեցնեք։ Պարոն Խաչատրյան, շնորհակալություն, Ժորժ ջան, մի անգամ ևս բարև բոլորիս, շնորհակալ ենք այսօր պարոն Շահինյանի, պարոն Միրյանի այցելության համար, ճիշտ է մեր կողքին մեր համայնքի, մեր բնակավայրի։ Ես երկու րոպե մի քիչ արագի մեջ անդրադարձանեմ, ձեզի չարաշահել շատ 2024 թվին արվելա ոռոգման առուներ 3700 գծամետր առուն են կարել 187 միլիոն դրամ արժողությամբ թաղամասերով չասեմ քռա չայրներ գյուղի մեջ գիտենք եղել է մեր աչքի դերն եղել է ասֆալտապատվել է 1300 գծամետր փողոց 50 միլիոն 344 հազար դրամ արժողությամբ լուսավորությունը եղել 2360 մետր 10 միլիոնի արժողությամբ գազաֆիկացվել է Աբրամի և Սաֆարյան Տիգրանետ եկել ներքև Մարլենի կողմից թաղը 14 միլիոնի արժողությամբ։ Մոտավորապես 400 միլիոնին հասնող արժողությամբ ծրագիրարվել 24 թվին։ 25 թվականին միասին անցած տարի ժամանակաշրջանում քննարկեցինք կյանքի ենք կոչել նորից Բաղադրիչը պարոն Շահինյան, պարոն Մերյան ոռոգման թեմային տվեցինք, ջրագիծը որ զարգացման հիմնադրամով կար ու գործեցինք այդտեղ։ Դրա համար նախատեսել ենք այս տարի հիմա մրցիկները կախում է ենթադրաբար մի ամսից լինելու է 1553 մետր քռա թաղամասում նադոյպալ քռայի ամբողջ տարածքով ոռոգման առումներ Գեղովիտի տարած չայներով մյուս տեղեր չմանրամասնեմ 1783 ընդհանուր առմամբ 3 կիլոմետր 336 մետր ոռոգման առումն է տրվում մի ամիս հետո ասֆալտապատվում է 2400 գծամետր ասֆալտ Բաղերի գերեզմանոց գյուղի միջի գերեզմանոց եւ Ներսյան Արարատի տան սկիզբը մայիսի խանութի մոտից գնում, ուղիղ իջնում է Սաֆարյան Ալբիկյանց տան մոտեր, ընդդես գալիս կպնում է մինչև Նավապետի տան դիմաց այդ ասֆալտին։ Սա է դա է նույն լուսավորություն են պակաս պրատ մնացած փոքր փողոցներ անուններով չասել, 161 միլիոն մենակ ասֆալտն է կազմում, 140 միլիոն կազմում է ոռոգման իմասած 3 կիլոմետր պես առունները, հենապատակառություն ընդեղ ներքին խանութում այս հերի մոտ երկու տեղեր փոքր բաներ են չասել։ Լեռնագերտում արվում է միացման փողոցը, Լեռնագերտը միացվում է Մադինային, դա է մենակ ընդեղ արվում ու մի քիչ էլ ոռոգման առումներ կան այդ ասֆալտից ազատելու համար։ Այս էլ արվում է 25 թվին։ 26 թվին պարոն Շահինյան կան շատ բաներ կա գյուղում անելու, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ ահռելի գումար տրվեց այդ գյուղի ներքին ցանցը փոխվեց, շնորհակալ ենք դրա համար, 1 միլիոն Եվրոյի կարգի ծրագիր է տրվել, պարոն Մերյան, ներքին ցանց արվեց, բայց սնուցող զարկերակները մինչև այս ծրագիրի կյանքի կոչվելը գյուղը սնվել է արտեզյան երկու հորերից, 4 դույլ, 6 դույլ, մի հատ գետից մաքուր, չգիտեմ ինչքան, դա եւ յանրի սարից եկած ջուրը։ Հիմա այս ծրագրի ընթացքում այս ցանցերից այս երեքը անջատվեցին, չմտավ ցանց, չէր կարելի չստացվեց նաև դիրքային պահով, մնացել է մենակ սարից եկող այդ յանրի տարածքից եկող ջուրը։ Ինչը այս գյուղի ռելիեֆի, այս գյուղի պայմանների, գուցե նախորդ շինարարների եւ նախագծային աշխատանքում որոշակի թերություն համար ինքը չի հերիքում։ Ձեր գիտությամբ գիտեք, մենք Գովյանին խնդրել ենք, հաստիկ ենք պահում, որպեսզի ժամերով հագում է ջրամբարը, բասենը բացվում է, թաղամասեր կան, որ ժամը 3-ից հետո ջուր չունեն, թաղամաս կա ժամը 4-ից հետո չունի, մի մասը, որը դիրքով ավելի ներքև է, 24-ի մոտ ժամային գոտիով ենթադրաբար ջուր ունի։ Հիմա ժողովրդի պահանջը մեր հորդորը ձեզ պարոն Հովյանին խնդրում են, որ 26 թվականին կան
շատ խնդիր ունենք անելու, բայց առաջնորդության իմաստով որ ցես ժողովրդին ջուր ունենանք 24 ժամ կարողանանք ապրել, բուրավոտ չլինի, գետի ջուր չլինի, սարում ունենք մեծ պաշար, Յանների տարածքում, պարոն Շահինյան, նախկին դուղար որևելը մեծ քանակի ջուր կար, մենք կարելի է կարանք նայել, ուրեմն տեսել ենք, ես ցույց եմ խնդրել եմ, հիմա եթե հնարավոր է մեր ժողովրդի պահանջը կարտահայտվել ընկերները, եկող տարի կարողանանք այս գործողը ենթադրաբար պարոն Մերյան, ինքը վթարային է, ինքը կարա 2 տարի ծառայի, 3 երկաթյա Որտվերները օհանջալետի քանի տարի վերջ ինքը կարա նաև մի քանի տարի հետո չծառայի պարոն Մերյան շատ են ջան հասկանալի է իհարկե եթե երկաթա ինքը կորոզիայի ենթարկված էլ կլինի անկախ ամեն ինչից եթե ինքը խնդիրներ չունենար երկաթա բնականաբար պետք է ինքը փոխի պոլիէթիլենայինով Ստեղ ինքը ընկետից մինչև գյուղի ջրահավաք ավազանը քանի կիլոմետր 12 կիլոմետր 12 կիլոմետր ուրեմն պարոն Խաչատրյան այդտեղ կապտաշները կարող որ արվում են դա մենք պետք է կապտաշները վերանայենք Ահավետ 30 լիտր վարկյան ջուրը հասնես այս կեսից 160 թեն 160-ով կհարինես 110-ով թեն ու 100 հիդրատիկայի հաշվարկ հաշվարկ իրականացնի Շնորհակալ եմ ժողովուրդ ջան, եթե այլ հարցեր կա, խնդրենք, եթե չի ավարտենք։ Ժողովուրդ ջան, բոլորս միասին շնորհակալություն հայտնենք, որ մեր առաջարկությունը հետո կյանքի առաջնային խնդիրը շնորհակալություն ձեր դարաչեն ջան։